Ողջույն մեր հարազատներին, Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու ենք սմբուկով աղցան, շատ հետաքրքիր ձևով։ Հիմա Ջուլիան կներկայացնի պատրաստելու համար ինչա մեզի հարկավոր։ Գնացինք։ Ողջունում եմ բոլորին։ Այսօր կպատրաստենք շատ հետաքրքիր սմբուկով աղցան, խրխրթան սմբուկով աղցան ավելի ճիշտ, Վող ջան։ Ուրեմն աղցանի համար մեզ հարկավոր է սմբուկ, սխտոր, լոլիկ, եգիպտացորենի օսլա, ընկույզ, կաթնաշորային պանիր, աղ, կանաչիներից համեմ եւ սամիտ։ Եվ տապակելու համար անհրաժեշտ է ձեթ մեզ։ Բուսայուղ է անհրաժեշտ։ Ինչից ենք սկսում։ Սկսում ենք սմբուկների կտրատելուց, Վող ջան։ Ջրի մեջ պետք է աղա ջրի մեջ տեղադրենք։ Մանրամասը սաղ ցույց կտանք ոնց ենք անելու։ Գնացինք դե պատրաստելու։ Սկսում ենք սմբուկները կտրատել, իրար հետ կտրատենք, Վող ջան։ Գնացինք։ Հիմա ցույց ես տալի ինչ ձևա պետք կտրատել։ Հեռացնում ենք կանաչ մասը։ Ինձ թվում է այսպես կարելի է կտրատել, երևի եւ всё, երևի։ Սմբուկները նախորդ լվացել ենք։ Որ ավելի արագ տեսահոլովակը Ինչ ձև են կլոր, երկար։ Կուբիկներ պետք է անենք, Վող ջան, բաժանում ենք 3 մասի։ Ա 3 մասի։ Հավասար 3 մասի ենք բաժանում։ Մի հատ մեջտեղից։ Ու այսպես։ Այսպես կուբիկներ պետք է ստանանք։ Պարզա։ Հետևի մասը մի գծով հեռացնում ենք։ Եղևը։ Սերի կուբիկներ պետք է ստանանք։ Կոմոդ ավելի սիրո ստացվեց։ Դե չէ, կոմոդ էլ, հա, դե երևի ինձ թվում է մի քիչ փոքր ես կտրատը, երևի դրա համար էլ կոմոդ այդ է։ Ինչի՞ է պետք է ձևի տարբերակով, որ ինքը խիա Ջուլիան ասում խրխրթան, որովհետև Ժողովուրդ ջան, հեսա process-ը կտենակ ինչ ենք, ինչ ձև ենք պատրաստելու, իրան պետքա օսլայի մեջը։ Եգիպտացորենի օսլա կամ կարտոֆիլի օսլա։ Նո, ասենք հիմա մանրամասը, հետո ցույց կտանք, թե ինչ ձևա լինելու։ Դե իա պետք ինձ թվում է պետքա մի քիչ արագ աշխատենք, որ չսևանա, չէ։ Ուրեմն երևի դու տեղադրես ջրի մեջ, ես մի հատ է կտրատեմ, հա ջուր։ Ուրեմն ջրի մեջ ավելացնում ենք աղ։ Խառնում ենք, որ աղը լավ լուծվի։ Կարող ենք արդեն քիչ-քիչ ավելացնել սմբուկների մեջ։ Ուրեմն բացատրի ինչի համար ես անում այդպես այս ձևի, ջուր։ Որպեսզի սմբուկի դառնահամը դուրս գա եւ ավելի, եթե ջրի մեջ ենք թողնում, ձեթնել է քիչ ներծծում մեջը։ Նայեք Ժողովուրդ ջան, այս ձևի պետքա որ այսպես մեծ կուբիկներ ստանանք, հետո մանրամասը ցույց կտանք ինչու ենք այսպես մեծ անա, որ ուտելու վախնել, պրիատնի յան ուտեք։ Հաջորդ մեր քայլը Ջուլ, ինչ ենք անելու։ Վող ջան, պերգամենտը խոնավեցրու։ Որպեսզի սմբուկները մնան ջրի մեջ, վերևը չմնա սևանա։ Այս կարգի, հա։ Հա, Վող ջան, հիմա այս մեկն էլ մի րոպե կտրատեմ։ Հիմա այս Մայան պետք է մի հատ ջրի մեջ այսպես։ Հիմա այսպես ինքը ջրի մեջ է մնալու։ Չէ, որ չսևանա, էլի սմբուկները։ Հեսա, ինչ ենք անում։ Ճիշտ ասած Ջուլ, ես էլ այս տարբերակը չգիտեի։ Հա։ Ինքը արդեն էլ չի սևանա։ Դե բայց դե ասենք ամեն անգամ որ պերգամենտ, ով որ չունի պերգամենտ, ափսե է դնում դրան։ Ափսե, հա։ Ուղղակի մեծ ափսե, որ ներսը մնա։ Հաջորդ մեր քայլը։ Թողնում ենք 10 րոպե երևի, Վող ջան, մնա եւ սկսենք տապակել։ Կմիանանք տապակելու ժամանակ։ Գնացինք։
Ուրեմն ժողովուրդ ջան, արդեն 10 րոպե է անցել է, հիմա պետք է իրան ջրից հանենք, չէ՞ Ջուլիա։ Այո, ջրից հանում ենք, տապակի մեջ ավելացնում ենք առատ բուսայու, որ տապակենք։ Իա գույնը արդեն պահպանվել է, չի սևացել, ամենակարևորը։ Այդ ընթացքում Վովջան, այդ ընթացքում էլ դու Ես ուրեմն լոլիկները կտրատեմ, դու էլ մինչև ջրից հանես։ Ժողովուրդ ջան, ուրեմն վերցնում ենք պոմիդորը, այսպես կանենք։ Իան պետք է այս ձևի անենք։ Երկու մասի ենք բաժանում եւ այս ձևի կուբիկներ է պետք ստանալ։ Իան պետք է այս ձևի անենք, որ ինքը իա ջուրը պահպանվի։ Ուրեմն հաջորդը։ Սմբուկները քամելուց հետո ավելացնում ենք նորից ամանի մեջ։ Վրան ավելացնում ենք եգիպտացորենի օսլա։ Այս օսլայի շնորհիվ էլ մեր սմբուկները ստացվում են շատ խրխրթան։ Ու գեղեցիկ։ Ու գեղեցիկ եւ պետք է լավ խառնել, որ ամբողջությամբ սմբուկները պատվեն օսլայով։ Պոմիդորը բավական է, թե մի հատ է կտրատեմ։ Չէ, ողջան, մի հատ էլ կտրատի։ Այս մեծը կարելի է։ Ուրեմն ինչ անենք, արդեն պետք է որ իրան Պետք է տապակել, ողջան, ավելացնում ենք բուսայու տապակի մեջ։ Եվ սկսում ենք սմբուկները տապակել առատ բուսայուի մեջ։ Ժողովուրդ ջան, մեր մոտ արդեն պատրաստ է, հիմա Ջուլիան կասի ինչ գործողություններ է կատարում։ Ուրեմն սկսում ենք տապակել։ Սմբուկները պետք է ամբողջությամբ պատված լինեն օսլայով, որպեսզի մեր մոտ ստացվի շատ խրխրթան սմբուկներ։ Եվ տեղադրում ենք բուսայուրի մեջ, արդեն նախորդ տաքացված։ Դե մեր հայկական ձևի ասած պետք է իրան լավ ժարի տանենք։ Այո։ Որ լավ խրխրթան լինի։ Շատ ճիշտ ես, ով։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես Ջուլիային օգնում եմ, այսպես պետք է, որ տնավարի իրան լավ ժարի տանենք, որ մեր մոտ լավ խրխրթան լինի։ Եկար Ջուլիա։ Եկավ, լավ տապակվել է, ողջան։ Դե հա, դե հիմա արի տեղափոխվենք, ահա։ Ուրեմն Ջուլ, այդ ընթացքում ինձ ինչ է պետք անել, պոմիդորը տեղադրեմ։ Անեմ, ողջան, մեջից որ չվառենք։ Դու միջև ցույց տաս մի ձև։ Ժողովուրդ ջան, այդ Մեր ընթացքում պոմիդորը պետք է տեղադրենք ափսեի մեջ, այսպես։ Ահա։ Ուրեմն հաջորդ գործողությունը մեր, ուրեմն այսպես պոմիդորը տեղադրում ենք այստեղ, սիրուն։ Ուրեմն ժողովուրդ ջան, հեսա մեր օպերատորը ցույց տա մոտիկից։ Նայում եք, պետք է որ ինքը այսպես լավ խրխրթան լինի։ Իսկ թվում է աղը հետո է պետք ավելացնել։ Դե մենք աղա ջրի մեջ ենք ով դրել։ Մոռացել էի։ Մոռացել էի։ Ոնց է նո։ Տակա, բայց ինձ թվում է որ սառը ինքը լավ խրխրտան կլինի։ Ինքը անպայման փորձեք ժողովուրդ ջան։ Շատ հետաքրքիր աղցան է ստացվում։ Կփորձեք անպայման մեկնաբանության մեջը կգրեք։ Դուրները տեկելա թե չէ։ Ինձ թվում է հիմա մենք ամբողջական պատրաստ ենք։ Երևի ողջան, տապակենք եւ միանալ ցույց կտամ ոնց են հավաքելու մեր աղցան։ Լավ, միջև ուրեմն մի անջատելը ժողովուրդ ջան, հիմա ձեզի գիտես ինչ եմ ցույց տալու։ Մեր Իջևանի արտադրությունն է ծիրանի կամպոտա։ Հիմա կփորձենք ու հետներդ կլնեմ շատ անկես, որովհետև շատ եմ փորձել, ուզում հետներդ կիսվեմ այս համեղության
Ահա, այսպես սիրուն բացում ենք, իան տնավարի։ Այսպես մի հատ տնավարի։ Դες սոկալը նայեք, տեսեք ինչ թանձր է, լստե նայեք։ Ու վայելում ենք։ Վայ, Հայաստանի հոտնու համը մի անգամից եկավ։ Հափոխվեցիր Հայաստան։ Ջուր լը փորձի։ Իրոքից շատ համեղ է։ Լը փորձի ջուր։ Չէ, ինքը ինչ թանձր է, չէ։ Շատ։ Այդ մի կաթելով փորձեցիր։ Քաղցրություններ շատ տեղ։ Ժողովուրդ ջան, հələ մեր օպերատոր մոտի կարի։ Դες առանց ծիրանի լստե նայեք։ Բայց կարելի է այզևի անել։ Այսպես սիրուն։ Մեկ։ Լրիվ համեղություն։ Նես որ ժողովուրդ ջան, ռեկոմենդավատ եմ անեմ, կարա գնեք մեր Իջևանի արտադրանքը ու վայելեք։ Այդ ընթացքում Ջուլիան արդեն պատրաստում է, ամբողջական կպատրաստի ու ձեզ կմիանանք ու ցույց կտանք, թե ինչ համեղություն է պատրաստել։ Դե գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, սմբուկները արդեն լավ ժարիտ են կարել, հիմա հաջորդ գործողությունը ինչ ենք անելու։ Ուրեմն վերցնում ենք բլենդերը, Ջուլիա դու ինձ կողես։ Վեկալում ենք կանաչիներից համեմ եւ սամիտ, իան պետք է որ մի հատ այսպես մանրացնենք եւ տեղադրում ենք բլենդերի մեջ։ Այսպես։ Ամենակարևորը պետք է լավ տրամադրությունով պատրաստեք ու որ ձեր մոտ շատ համեղ ստացվի։ Եվ ավելացնում ենք սխտոր։ Մեր դեպքում սվեժիա, չէ, սխտորը։ Թարմը սխտորով ավելի համեղ է։ Ժողովուրդ ջան։ Ուրեմն սխտորը ավելացնելուց հետո ավելացնում ենք ընկույզ։ Եվ պետք է լավ հարենք։ Այսպես տնավարի ան պետք է ավելացնենք ժողովուրդ ջան, որ մեր մոտ շատ համեղ լինի։ Ու պետք է իան բլենդերով լավ խփենք։ Ուրեմն հարենք բլենդերով եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, բլենդերով արդեն լավ հարել ենք։ Հիմա ցույց կտանք վերջնական տեսքը ոնց է։ Պետք չի ամբողջակա, որ իան եսիմ լավ խփեք, որ ինքը ջրի կանա։ Պետք է որ այսպես, չէ՞ ջուր։ Հա, կտորները ընկույզի եւ կանաչի մեջը մնա։ Հիմա այս վերցնում ենք եւ սկսում ենք հավաքել մեր աղցանը։ Ուրեմն լոլիկի վրա շատ քիչ աղ ենք անում։ Պետք է որ ավելացնեմ ամանի մեջ, հա ջուր։ Հա, ողջան, ավելի գեղեցիկ կստացվի մեր մոտ։ Մի քիչ ավելացնում ենք լոլիկի վրա մեր համեղությունից։ Սկականից համեղություն է։ Սմբուկներն ենք մեր խրխրթան ավելացնում վրան, աղցանը։ Եվ պետք է սմբուկների վրա նույնպես ավելացնենք կանաչին։ Սխտորով, ընկույզով։ Հաջորդը Ավելացնում ենք կանաչին եւ պանիրը, կաթնաշորային պանիրը պետք է ավելացնենք։ Ես էլ լավ քեզ օգնեմ ջուր, պանիր ավելացնեմ։ Ինձ ձևա պետք պրոստա այսպես թե։ Ով ջան, երևի էսի ավելացնենք Հա, մի հատ всё. սմբուկի վրա։ Հիմա տեղադրենք սմբուկի վրա, հա, Հա, պարզ է, առած դու ինձ պարզ է։ օգնես կանաչին ավելացնենք սմբուկների վրա։ Կարող եք այս նույն աղցանը պատրաստել խառնելով ամբողջը իրար։ Իսում եմ, բայց այս ձև ավելի գեղեցիկ է ստացվում։ Հա։ Իսկ բացի գեղեցիկ լինելուց ինքը համեղ է էզելի ստացվում։ Հետո որ խառնում եք, լոլիկի հյութը ծմբուկի հետ ինքը փափկում է շուտ։ Ճիշտ է։ Իսկ այս ձև ավելի երկար է պահպանվում։ Ես համաձայն եմ քո հետ Ջուլիա։ Սա համի մասին, որ պայման ձեզ ճիշտ կարծիքը կհայտնի։ Էլի ավելացնեմ կանաչի։ Հա, ով ջան, մի քիչ շատ ավելացրա, դա համեղությունը ինքն է Այսպես տալիս։ ես ուզում եմ գիտես ինչ անեմ, Ձեռքով։ Այսպես ժողովուրդ ջան, հա։ Այսպես Այսպես դե անեք որ իա համեղը, հոտը, ամեն ինչը այսպես սիրուն ձեռքից փոխանցվի մեր համեղության վրա։
Դե հա պետք է հետո ձեռքերս լվանա, բայց դա ինձ թվում է այս ձևը ավելի համեղա լինելու։ Всё, էլի պետք է ավելացնեմ, թե Չէ, այսպես, որի վրա չկա, այսպես ավելացնեմ։ ավելի ձեռքերս մի հատ լվանամ։ Եվ ավելացնում ենք կաթնաշորային պանիրը։ Այսպես կտոր։ Հա, որ ինքը Մատուցելուց ամեն ափսեի մեջ մի կտոր պանիր որ լինի։ հա բարձա։ Բայց ինքը դե ճիշտ ասած փորձել ենք, էլ ներ չի առաջ անգամ ենք փորձում, բայց ինքը մատուցման ձևն էլ է շատ սիրուն։ Ահա։ Իսկ կարան որ տվարոժնի սիրտ չունեն, փոխարինեն պաներով։ Մոցարելա պանիրով երևի շատ համեղ մեկ էլ կստացվի, կտորներով որ կա։ Հա, Փոքրիկ հա, շարիկներով։ փափուկ։ Ահա։ Անհամ պանիրը։ Դե հա։ Եվ մեր գեղեցիկ եւ համեղ աղցանը արդեն պատրաստ է։ Կտոր էլ երևի այստեղ տեղադրես։ Ստեղ որ։ Հա։ Բայց կանաչի պետք չի վերևից էլի։ Չէ, կարելի է ավելացնել պանիրի վրա կանաչի։ Լավ, այսօր վերեք ես ավելացնեմ։ Մի քիչ էլ պանիրի վրա ավելացրու, որ ջան, կանաչի։ Ընկույզով։ Շատ համեղություն է այս մեր այս կանաչին։ Լրիվ ինքն է ժողովուրդ ջան, մեզ որ չափսոսակ։ Դե սմբուկը որ ձեթով տապակած է, էլ չենք ավելացնում ձեթ։ Լավ, այսի բերեք այստեղ տեղադրենք, ասես թող սիրուն մնա։ Եվ եկավ այդ պահը, որ պետքա փորձենք ժողովուրդ ջան, չէ՞։ Անպայման։ Այս գեղեցիկ տեղափոխեմ ափսեի մեջ, որ ջան։ Եկավ իմ ամենասիրած պահը, չէ՞ ջուլ։ Այո, հիմա պետք է համտեսես որ ջան։ Այս համեղությունը։ Մեզ որ ժողովուրդ ջան, բոլորիդ խնդրում ենք անպայման պատրաստեք, ու անպայման մեկնաբանության մեջ կգրեք։ Ինչ ձևա ձեր մոտ ստացե։ Մի հատ էլ պանիր տան, որ ջան։ Ու բոլոր մեր հետևորդներին շնորհակալություն ենք հայտնում, որ այդ ձևի ակտիվ եք ժողովուրդ ջան, ամենակարևորը։ Լավ հավեսին բաժանորդագրվում եք ու մեկնաբանություններ եք գրում։ Բոլորից հետ գոհ շնորհակալ ենք։ Դե դու ջուլ հիմա մեզ փորձեմ ու հիմա կլնեմ շատ անկեղծ։ Այսօր ջուլիա շատ անկեղծ է բլելու, եթե համով չէ լավ, անպայման անկեղծ պատասխանել եմ ժողովուրդ ջան, համով է թե համով չի։ Այսինքն վեկալում ենք սմբուկ եւ պոմիդոր, այսինքն հավեսին։ Ոնց է, որ ջան։ Հիմա ժողովուրդ ջան, նայեք, հատ այս խրխրտոցը։ Գալիս է, չէ՞։ Մի րոպե։ Հիմա այսպես եմ անում ժողովուրդ ջան։ Միկրոֆոնի մոտ։ Նիսումա ձենել լսեցիք։ Ախր շատ համով է։ Իրոքից ժողովուրդ ջան, շատ համեղ է։ Մի կտոր հացով ինձ թվում է ավելի համեղ կստացվի, չէ՞։ Ջուր դու չես պատկերացնում ինչ ձևի համոնի։ Դե սմբուկը, սխտորը, ընկույզը, համեմը Այսպես վեկալում եք։ Շատ համեղ է իրանք ստացվում։ Հիմա մեր օպերատորի մոտիկից գա կնկարի։ Պանիրը, ժողովուրդ ջան, սմբուկը եւ պոմիդորը, այսպես յարետ։ Այսպես տնավարի։ Հիմա կասեք թե էսի ոնց ես վայելել, դե տեսեք ոնց եմ վայելել։ Ահա։ Անուշրնի որ։ Խոր շատ համեղ է ստացել։ Դե ինձ թվում է հացով ավելի համեղ կլինի։ Հացով էլ այսպես մի հատ դիտեք ինչ ենք անում։ Տնավարի։ Այսպես ժողովուրդ ջան, տնավարի վերցնում ենք պոմիդորը։ Ոնց է, լավ է։ Անկեղծ ես։ Չէ, ջուլ, իրոքից մալադուց շատ համեղ է։ Ես ձեզ որ ասում եի ջուլիայի ձերքն էլ համով։ Անուշվա է։
Պատրաստեք, մեկնաբանություններում անպայման կգրեք։ Դուրներդ գալիս է, թե ոչ։ Ինձ թվում է ժողովուրդ ջան, անպայման դուրներդ կգա։ Ինձ թվում է մեր մոտ ամեն ինչ ստացավ, չէ՞ ջուր։ Անպայման։ Այսօր չեմ ասելու ժողովուրդ ջան, որովհետև նայում եմ այդ վերջի մասը ոչ մեկ չի նայում։ Մեր մոտ ամեն ինչ ստացավ, դե գնացինք վայելելու։